Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ։ Այսօրվա տեսանյութով ես խոսքս ուզում եմ ուղղել մեր այն հայրենակիցներին, ովքեր որ շատ-շատերը կան, ովքեր որ հիասթափվել են այս ամբողջ այս վերջի տարիների կորուստների պատճառով, հույսները կորցրել են ամբողջությամբ եւ այլ հույս չունեն, որ ասենք ամեն ինչ վերականգնվելու է, ամեն ինչ լավ է լինելու։ Դրա համար մի հատ ես ուզում եմ կարդալ Սասունցի Դավիթ էպոսը, որը հազարամյակներով հայ ժողովրդի խոսքով եկե հասել է մեզ, ու այդտեղ ամբողջությամբ բնութագրվում է այն ամենը, ինչը որ կատարվել է Հայաստանի հետ, հայ ազգի հետ, ու ասենք հայ ազգի այդ ամեն տարբեր դարաշրջաններում ամբողջ եղածը։ Եվ Հովհաննես Թումանյանը դա որպես պոեմ վերամշակել է իր թումանյանական ձևով, դա եմ ուզում մի հատ կարդալ, ու դուք կհամոզվեք, որ այս ամեն ինչը ժամանակավոր է ու ամեն ինչ լավ է լինելու։ Ու մնացը կասեմ հետո, այդ սկզբի մասը ես կարդամ, մնացը դուք հետո մի հատ խորհուրդ կտամ վերհիշեք։ Ուրեմն Առյուծ մհերը զարմով դուցազյուն 40 տարի իշխում էր Սասուն։ Իշխում էր ահեղ ու նրա օրով, հավքն էլ չէր անցնում սասմասարերով։ Սասմասարերից շատ ու շատ հեռու, թնդում էր նրա հրճարկն ահարկու, խոսվում էր իր փառքն արարքն անվեհեր, 1000 բերան էր մի առյուծ մհեր։ Էսպես ահավոր առյուծի նման սասմասարերում նստած էր իշխան 40 տարի։ 40 տարում աղ չէր քաշել նա դեռ իրեն օրում, բայց հիմի երբ որ եկավ ծերացավ, են անահ սիրտը ներս մտավ մի ցավ։ Սկսավ մտածել դյուցազյուն ծերը, հասել են կյանքիս աշնան օրերը։ Շուտով սև հողին կերթամ ես գերի, կանցնի ծխի պես փառքը մհերի, կանցնեն եւ անուն եւ սարսափ եւ ահ, իմ անտեր ու որբ աշխարի վրա ոտի կկանգնեն 1000 քաջուդև։ Մի ժառանգ չունեմ իմացման ետև, իմ թուրը կապի, Սասուն պաշտպանի։ Ու միտք էր անում հսկան ծերունի։ Մի օր էլ են գորշ հոնքերը կիտած, երբ միտք էր անում, երկնքից հանկարծ մի հուր հրեշտակ հայտնվեց քաջին։ Ոտները անպոտ կանգնեց առաջին, ողջույն մեծազոր Սասմա հսկային։ Քու ձայնը հասավ Աստծու գահին, ու շուտով նա քեզ մի զավակ կտա։ Բայց լավ իմացիր լեռների արքա, որ օրը որ քեզ ժառանգ է տվել, են օրը կմեռնեք քո կինն էլ դու էլ։ Իր կամքը լինի ասավ մհերը, մենք միշտ մահինն ենք ու մահը մերը, բայց որ աշխարհում ժառանգ ունենանք, մենք էլ նրանով անմեռ կմնանք։ Հրեշտակն էսպես ցոլացավ նորից, ու են երջանիկ ավետման օրից, երբ 9 ամիս 9 ժամ անցավ, առյուծ մհերը զավակ ունեցավ։ Դավիթ անվանեց նա իր կոյրունին, կանչեց իր աղբեր Ձենով Օհանին, երկիրն ու որդին ավանդեց նրան, ու կինն էլ ինքն էլ են օրը մեռան։ Հիմա ուշադիր, այկանք ոնց որ մեր օրերը։ Էս դարում Մսր անհաղթ ու հզոր, Մսրամելիքն էր նստած թագավոր։ Հենց որ իմացավ էլ մհեր չկա, վեր կացավ կռվով Սասունի վրա։ Ուշադիր։ Ձենով Օհանը ահից սարսափած, թշնամու առաջ ելավ գլխաբաց։ Աղաչանք արավ, ընկավ ոտները, դու եղիր ասավ մեր գլխի տերը, ու քու շվակում քանի որ մենք կանք, քո ծառան լինենք, քու խարջը միշտ տանք։ Միայն մեր երկիր քարուքանդ չանես ու քաղցր աշխով մեզ մտիկ անես։ Չէ ասավ Մելիք, քու ամբողջ ազգով անց պիտի կենաս իմ թրի տակով, որեք ու ծելոր ինչ էլ որ անեմ, ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։ Ու գնաց Օհան բոլոր բովանդակ, Սասունը բերավ քաշեց թրի տակ։ Միայն Դավիթը ինչ արին, մոտ չեկավ դուշման Մելիքի թրին։ Եկան քաշեցին, թե զորով տանեն, թափ տվավ մարդկանց, գծեց դեսուդեն։ Փոքրիկ ճկույթը մի քարի առավ, ապառաջ քարից կրակ դուրս թռավ։ Մնացածը դուք կկարդաք, կտեսնեք, որ այստեղ ոչ միայն Ձենով Օհանն է, այստեղ ուրեմն տեսեք, այդ Ձենով Օհաններն ու ցռան վերգոները միշտ էլ եղել են մեր ազգի մեջ, բայց դրանք շատ քիչ են ու ժամանակավոր են։ Մեր ազգի մեջ հիմնականում դա Դավիթներն ու մհերներն են։ Այստեղ նկարագրված։ Այստեղ կա նաև Ձենով Օհանի չար կնոջ մասին, տեսնեք, որ ամեն ինչ նույնն է, ամեն ինչ կրկնվում է եւ ամեն ինչ վերականգնվելու է։ Եվ
թող մեր բոլոր թշնամիները իրենց ականջներին օղ անեն, որ Հայաստանը միշտ եղել է, կա ու երկիր մոլորակի վրա լինելու է հավերժ։ Այսքանը։